Շարունակենք մեր զրույցը ինֆորմացիայի չափերի վերաբերյալ։ Հիշում եք, չէ՞ որ դա կանգ առել նախորդ անգամ։ Սլայդը արդեն ցույց է տալիս հիմնական նյութը, որ հացանական քննարկել ենք։ Ուրեմն անորոշության չափից սկսեցինք, ծանոթացանք ֆոտոդարձի ինֆորմացիայի հետ, նշեցինք, որ դա սահմանման դուրս է գալիս փաստորեն անորոշությունների կրճատման չափ, եթե պայմանական ուրեմն էնտրոպիան մեծ կրճատում է ապահովում, որևէ փոփոխականի համար, ուրեմն ուժեղ կապություն ունի երկու փոփոխականների միջև եւ հակառակը։ Շղթայական օրենքներին էլ ծանոթացանք, թե էնտրոպիայի, թե փոխադարձ ինֆորմացիայի, սրանք էլ են շղթայական ուրեմն վերլուծության օրինակներ, փոխադարձ ինֆորմացիան էնտրոպիաների տարբերությունը այս կանոն ձևով, այդընտրանքային ներկայություն ունի առանցին էնտրոպիաների երկու տարբերության միջոցով փոխադարձ ինֆորմացիան սիմետրիկ է եւ ինքը իր հետ տալիս է ուղղակի տվյալ փոփոխականի անորոշության չափը, Նշեցինք, որ ինքը չի կարող լինել մետրիկ չափ դասական իմաստով, քանի որ հենց ինքը իր հետ հարաբերությունը էնտրոպիայի մակարդակն է, 0 չի, արդեն չեն կարող խոսել չափի մասին։ Բայց հիշում եք, որ ասացինք, պիտի ապացուցենք գործադրական դրանց հետևանքները պիտի գտնեն, բայց դա չենք քննարկել այդ ամենը, չէ՞, հիմա այսօր ուզում ենք դա անել ու տեսնել ինչ հետաքրքիր հատկանիշներ ենք ստանում դրանից փոխով։ Բացի այդ նոր չափի մասին խոսենք, որը դες լավ կոմպլիկտիվնի, արդենից որոշակի փոխանցություն ունենք տվյալագիտության կամ մեքենայի հանդիսության մեջ, որի անունը ուրբակի լեբլերի ինչ տարբերություն է, դրան դիվերգենցիա, դիվերգենցիա։ Հարցեր։ Դերեք նա սկսենք հենց ուրեմն այս տարբերության մասին խոսել, հետո տեսնել ինչ կապ ունի սա փոխադարձ ինֆորմացիայի հետ, ինչ ուրեմն կարող ենք ապացուցել, որ հիմնական նշանակություն ունի այս գիտության մեջ։ Ուրբակ լեբլերի տարբերություն կամ ասում են հարաբերական էնտրոպիան, ինչի հարաբերական երևի սահմանից արդեն կենթադրեք, էնտրոպիայի ժամանակ ինչ էիք տեսնում, այս Q-X-ը ուղղակի գոյություն չուներ, ուրեմն բանաձևը շատ նման է էնտրոպիային, դրա համար հարաբերական էնտրոպիա։ Ասում քանի որ այս հարաբերության հարցն է այստեղ էական դրանում, որպեսզի չափենք երկու բաշխումների ուրեմն հեռավորությունը, տարամիտությունը, ինչ մասն է խոսքը, երկու բաշխումներ դիվորոշված լինեն նույն այբուբենի վրա, այսինքն խոսքը մի անհետպատահական մեծության, օրինակ մասին է, որտեղ դուք ունեք երկու հիպոթեզ վարկած նրա բաշխման վերաբերյալ։ Կամ կա մի ճշմարիտ բաշխում, որը մեզ անհայտ է, եւ դուք օրինակ ինչ-որ վիճակագրական վերլուծությամբ ստացել եք դրա մոտարկումը։ Դուք կարծում եք, որ շուն է բաշխումը, այնինչ ճշմարիտ բաշխումը P-ն է։ Հիմա ինչքան են դրանք իրարից հեռու։ Առաջարկում է չափել հետևյալ բանաձևով։ Ինչ կան ասած դրա մասին։ 0-ի վրա բաժանում չի կարելի, հետևաբար սա որոշված է, երբ որ տարբերակ չունի, այլապես անսահման մեծ կլինի տարամիտությունը, կամ եթե Q 0 լինի, տվյալ X-ի համար P-ն պիտի 0 լինի, այդ պարագայում սա կարող են զրոյացնել եւ մեծ խնդիր չունենալ։ Հիմա միանգամից էլ կարող եք ապել, չէ՞ որ սիմետրիկության մասին խոսք չկա, էլի սա դասական չափ չի կարող լինել։ Q-ն ու P-ն տեղերով փոխեմ, բանաձևը փոխվելու է, ոչ մի արգումենտ չունենք, որ ասենք, որ դրանից չափը չի փոխվի, չէ՞։ Բնականաբար այստեղ Q դնեմ, այստեղ Q, այստեղ P, ու ասեց որ պիտի հավասար լինեն, այդ երկու գումարները։ Ուրեմն նորից, ինչպես ինֆորմացիայի, փոխադարձ ինֆորմացիայի դեպքում էլ դասական իմաստով չափի մասին խոսք չկա։ Շատ լավ, բայց ինչ է նկատում, նորից, որ այստեղ նույն այբուբենի վրա սահմանված երկու բաշխումների տարամիտության մասին։ Ի տարբերություն փոխադարձ ինֆորմացիայի, որտեղ երկու խաղացող կա, չէ՞, X-ն ու Y-ը, կամ երրորդը, չորրորդը եւ այլն։ Ու չափում ենք, թե ինչ փոխադարձ ինֆորմացիա է հոսում մեկից մյուսը։ Այստեղ խոսքը նույն բաշխման մասին է, նույն այբուբենի մասին, որտեղ երկու ուրեմն հավանական բաշխում կա, որոնց հեռավորությունը պիտի չափել։ Դե օրինակ, եթե հայերենի համար վերլուծություն եք արել շատ մեծ ցավալի գրականություն ուսումնասիրել,
ուսումնասիրելով ու տարերի հաճախությունները ձերով ստացվել են Q, հա, ասենք 39 տարի վրա, հա, այլելի, բայց իրականում ճշմարիտ հաշվումը, եթե ուսումնասիրելի, չգիտեմ, ամբողջ հայ գրականությունը P-ին է, հետևաբար այն պարամետրությունը, որ դուք ստանաք, ձեր վիճակագրական վերաբերության արդյունքներում կարող եք չափել պես ուրեմն բանաձևի միջոցով։ Միակը չի կարող հայտել չափել տեղավորությունը, բայց պիտի տեսնենք, որ տեսության շրջանակներում սպեք կարող է դառնում։ Այսինքն եթե սկսենք թեորեմներ ապացուցել, որտեղ այս պարամետրությունը սկսում է դեպավալ, ուրեմն իզուր չենք սահմանում այս չափը։ Հիմա էլի չենք կարող ասել, չէ՞ որ այս պարամետրությունը, ասենք, փոխմազրույց մեկ նախընտրելու է ամենան նորմալորոշ չափ, որ համակարգական վերահսկությունները իրավությունների մեջ հեշտ լինի։ Նախընտրելու է զրույց մեկ ամեն դեպքում, եւ եթե ուզում եք իրեն սարքել զրույց մեկ դիրքում փոխվող չափ, ապա արդեն պիտի իդեպ մանիպուլյացիա անել, որպեսզի ստանալ Յենսենի շեմի պարամետրությունը, որը ինչ է ասում, սա P-ի եւ Q-ի միջին բաշխումը վերցրեք, այսինքն ըստ էլեմենտների միջինացրեք, ստացեք նոր M բաշխում, հետո նույն KL divergence-ը չափեք P-ից M, կամ P-ի եւ M-ի միջև, Q-ի եւ M-ի միջև եւ բաժանեք երկուսի կիսեք, հա։ Այդ պարագայում ունենալու զրոյից մեկ փոխվող, հա, սիմետրիկ նորմալված ուրեմն տարբերություն։ Այս շատ դեպքերում անում։ Ինչպես։ Այո, սիմետրիկ լինելու է, անհազերից հետևում։ Հիմա, շատ դեպքերում իրավություններում կհանդիպեք սա, եթե պետք է լինում թե սիմետրիկությունը, թե նորմալված մեծություն լինելու հանգամանքը ձեր իրավության տեսակետից։ Խնդիր։ Կարող ենք ասել, ինչպես է առնչվում փոխադարձ ինֆորմացիան եւ ուղղակի վերաբերյալ պարամետրությունը։ Նայելով այս ֆորմուլային, հիշելով ինչ է փոխադարձ ինֆորմացիան, Իմիջիայնպես նշանակումներ կարող եք հանդիպել եւ այսպես, եւ մեխանիզմի մեջ եւ այսպես, բայց կեց ստորակետը կարևոր է, եթե կեց ստորակետ չլինի, օրինակ ընտրուկայի դեպքում ուզում ենք x-y, չէ՞, սա զույգի համատեղ, հա, բաշխման վրա հայտնված է փոխանցական վերացամատեղը, հա, սա կարևոր է, սա փոխադարձությունը կեց ստորակետը փոխադարձության մասին է հուշում, նույնը այս սիմվոլը, հա, գրականության մեջ։ Դա սա ինչ է։ Что мне? Что ты мне скажешь? Չկարչե, այդ այդ չեմ խաղում, ճիշտ է։ Հիմա դեռ նայում եք այս համաձևին ու սրա, ինչ-որ ասոցիացիա առաջանում է, չէ։ Ինչ-որ նման չի, որ իրենների աստված ասում են կարող չեք գումարել եք ըստ իրենների կարտեշը։ նման չի, որ այս բաշխման ու այս բաշխման տարապետությունն եք չափով։ Ստեղ հանգնած, անդապետություններ էստեղ, հա։ Այսինքն, իրականում մենք մի չափ ներմուծեցինք, որը կամ չափ էինք ներմուծել, որ երբ իմացանք, թե ինչ է Ուլբակ-Վեյլերի տարամետությունը, դուրս եկավ, որ կարելի է դրանով արտահայտել։ Այսինքն, փոխադարձ ինֆորմացիան, էլի Ուլբակ-Վեյլերի տարամետությունը, բայց ինչի վերաբերյալ, շատ կոնկրետ, համատեղ աշխման և անկախության, այդ դրա տարամետությունն է, փոխադարձ ինֆորմացիա։ Հիմա կարող ենք շարունակել հասկանալ, թե բա օրինակ պայմանական տարամետության մասին կարելի է խոսք տանել, թե ոչ։ Կարող ենք, ինչ կարող ենք անել։ Ֆիքսած x-ի համար, եթե պայմանական բաշխում ստանանք y-ի նկատմամբ, դա էլ է բաշխում, դրա տարամետությունը Ուլբակ-Վեյլեր կարող ենք հաշվել։ Այս սա, դա է ֆիքսած x-ի համար, y-ը պայմանական հավանականություն է, ըստ y-ը որ գումար է, սա ուղղակի
տալու է, հա, ուրեմն այդ սևական պարագայում ուղղակի վեկտորի տարամիտությունը։ Հետո որ միջինացնեմ ես բոլոր x-երի, կստանամ մի տարամիտություն, որը կարող է քիչ պրիմատությունը նշանակման տեսակետից, որ այստեղ չի հետևում, որ ըստ x-ի է միջինացումը, բայց կոնտեքստից է հետևում, ստանում ենք, ասենք, ուրեմն պայմանական տարամիտության, հա, չափ։ Իսկ x-ը իմանալու պարագայում, հա, երկու տարբեր հաշվումների հեռավորության չափ։ Հիմա տեսնենք իսկ կարող է շղթայական օրինաչափություն, որ տեսանք փոխադարձ ինֆորմացիայի դեպքում, էնտրոպիայի դեպքում այստեղ են աշխատում։ Հարցումը էլ աշխատում է, հետաքրքիր առնչություն կարող ենք ստանալ։ Օրինակ, եթե երկու համատեղ բաշխման տարամիտությունը չափենք, ուրեմն ըստ թեորեմը ասում է, որ առանցին չափել, հա, մարգինալների տարամիտությունը գումարեք այդ պայմանական նորմով տեսանք։ Հետաքրքիր չէ՞։ Այսինքն այդ համատեղը մի այնց չափ չենք ուրեմն սահմանել, որ չկարողանանք էլի վերլուծություն անել, հա, դեկոմպոզիցիա անել։ Ու սա շատ հեշտ կարող է տեսնել, երբ որ ուղղակի գրենք թե ինչ է, հա, ասենք համատեղների ուրեմն իրականացան գրենք ինչ կարող ենք անել։ Սենց մի բան։ Սա համաձայն կտենք որ անենք։ Հիմա արդեն նշմարվում ով կստանանք բնավորությունը։ Այստեղ որ ըստ y-ի գումարենք, ճիշտ է, կմնա x log x-ը, չէ՞։ Սա կտա առաջին մարգինալների տարամիտությունը։ Այստեղ ինչ կարող է անել։ Որ միակ ըստ x-ի գումարենք, միակ ըստ y-ի գումարենք։ Չի ստացվի, որ նաև երկրորդ անդամը կստանանք։ Սա է։ Պայմանական չէ։ Համաձայն եք։ Դա դժվար չի, ամենը լոգարիթմ բացել, խմբավորում ենք անել, ու ստանում ենք նորից շղթայական օրինաչափություն, հա։ Իսկ այս տարամիտությունն է տարբեր դեկոմպոզիցիայի հետ։ Հիմա շարժվենք առաջ որոշակի փաստերապացուցենք, հա։ Դա նախնից բաց թողոց։ Սենց մի հիմնարար անհավասարություն կա, այս պետության շրջանակներում ենք անվանում հիմնարար անհավասարություն, հա։ Պարզ բան է, գրաֆը տեսնում եք, հա։ Բնական մի լոգարիթմ ան դրական այի համար փոքր կամ հավասար է ան -1-ից։ Հավասար է շոշափան կետում, եթե ան հավասար է 1-ի։ Ան եթե ուրեմն փոխարինենք մեկ այերորդով, այս տեսքն կարող ենք օգտագործել, հա։ Ֆունդամենտալ նշանակություն է այս անհավասարությունը։ Ինչի՞։ Դա վերցնենք որպես հայտնի փաստ, հա։ Գիտեմ, անցել եք մաթեմատիկայի դասընթացից կամ մաթեմատիկայից, հիշում եք, թե չէ։ Եթե չէ, համարեք, որ դա ճիշտ է, հա։ Ուրեմն Սլայդի վերնագիտ ասում է, այն ինչ որ հիմա ապացուցելու են, կոչվում է ինֆորմացիոն անհավասարություն։ Շատ կարևոր, որտեղ արտահայտություն անվանում է։ Երկու բաշխումների համար նույն արգումենտի վրա որոշված կուրվա կլեյների տարապետությունը կամ դրական կամ զրո։ Բանաձևից չէ հետևում, չէ։ Էնտրոպիան, որ դրական է կամ զրո, անմիջապես հետևում է բանաձևից, որտեղ մինուս լոգարիթմ p-ը դրական թվեր է։ Չի կարող ապացուցել, բայց դիվերգենցիայի ուրեմն սահմանումից հետո չի երևում դա դրական տիպի։
Եթե դրականը չլը, մի քիչ կտխնեինք, քանի որ չէինք ուզի երկու պաշտպան հեռավորությունը ունեն բացասական։ Բացվում դրականը կամ 0 եւ 0-ի հավասար, եթե պաշտպանները ուղղակի նույնն են։ Ինչ որ իմաստով սա ինֆորմացիայի կորուստան է, այն նշածս իմաստով, որ դուք քյուն դուրս եք բերել որպես ձեզ հետաքրքրող պաշտպան մոտակում, բայց ճշմարիտը պենա։ Եվ իմ ասեք, եւ այդ իմաստով այս հեռավորության չափը ցույց տա ինչքան ինֆորմացիա կորուստ ունեք ձեր վերլուծության ժամանակ, երբ որ քյուն հանդես է գալիս ֆեյք փոխարեն։ Եթե իրենք անում են 0 ինֆորմացիա կորուստ չունեք։ Okay? Իսկ եթե ոչ, ապա ունեք դրական թիվ կորուստ կա, եւ կտեսնեք իրավության մեջ ունեք կոդերի կառուցման ժամանակ հատկապես, որ հենց կորստի այս չափն ուրեմն արտահայտում է ձեր ձախողումը օպտիմալից, օպտիմալ կողից։ Թե չի ուրիշ ուրեմն չափ պետք է ներտեսությանը, ոչ թե սա։ Այստեղ մի հետաքրքիր օրինակ, ասենք, ինչպես կարելի է այս պարամետրության չափը իրավության մեջ օգտագործել։ Սամոստված է, որ մեքենիկական ուսուցման վերաբերյալ հոդվածներ դարձելիս ամեն ուրեք կրոնի վերացել։ LLM train-անելու մեջ, ուսուցանելու մեջ, չգիտեմ, տարբեր ուրեմն դասական ալգորիթմերում, թե պարամետրության մեջ չափը, թե պրովոկացիա ինֆորմացիան, թե ամեն ուրեք։ Բայց պարզ վիճակագրական իրավության մասին կարող ենք խոսել, ընտրություններ են տեղի ունենում, մենք 8 տեխնացու մասնակցում նախագահական ընտրություններին, հիշում եք չէ, որ գոյություն ունի exit poll-ի գաղափար, մինչև քվեարկները փակվել է, արդյունքները ամփոփել է, ընկերություններ կան, որոնք վիճակագրական կան, սոցիալական հարցման հիման վրա, ուրեմն քվեարկությունից դուրս եկող քաղաքացիների հարցումների հիման վրա հրապարակում են որոշակի կանխատեսում, թե որ տեխնացուն ինչքան տոկոս է ստանալու։ Հավանականին հաշվում է, չէ՞, տեխնացուների ստացած տոկոսների գումարը պիտի լինի առցան մեկի։ Եվ պատկերացրեք բազմաթիվ խաղացողներ կան, exit poll անող ընկերություններ կան։ Մինչև որ ճշմարիտ հաշվումը քվեարկները փակելուց հետո ունենանք, նրանք, ասենք, իրենց մոտակումը ներկայացնում։ Ճիշտ է։ Հետո ենք իմանում ժամը 8-ից հետո, չգիտեմ, 10-ի կողմերը, որ ճշմարիտ հաշվումը արդեն հայտնի է։ Հիմա կարող ենք դրա հիման վրա, օրինակ, ռանկավորել, որակավորել, օրինակ, այս ընկերությունների, exit poll կազմակերպող ընկերությունների որակը։ Ով ավելի խնամքով է կառուցել իր ստրատեգիան, այսինքն նա ավելի մոտ, ասենք, պեի բաշխում ստացել կամ ինֆորմացիայի կորուստ ավելի փոքր է, նա այդ դեպքում ցանկի վերել, չէ՞, հուսալի ընկերություն է, մեթոդը իրենց աշխատում ավելի լավն է, քան մյուսներին, կողմնակալ չի եւ այլն, տարբեր կեզակացումներ տարական է, ուսում պատմական արդյունքների հիման վրա ամեն մի գրասենյակը կարող է ստանալ ձեր բանը, ռանկ ցուցանիշը, որը արտահայտում է պատմական շրջանում միջին ինֆորմացիայի միջին կորուստը ըստ մեր սովորած տարածության։ Կարող չէ ամեն exit poll-ի արդյունքների եւ համապատասխան արդյունքների հիման վրա ինֆորմացիա կորուստ չափել ու վերաբերել տվյալ դրասենյակին։ Եթե իդեալական համակարգում կա, որ 0 է դրասենյակը ուղղակի ֆանտաստիկ է աշխատել, սոցիալական հարցումներ կազմակերպել հարց։ Շատ լավ։ Հիմա բայց դիտի ապացուցենք, ինչի է արտերական։ Հիշում եք, որ ասացինք հիմնարար անհասարության գործ ենք ունենալու, հիմա այս ապացուցում հենց այդ բանն է։ Եթե ասում ենք որևէ x-ի համար qx-ը 0 լինի, բավականությունը q0 լինի, ապա այս տարամետրությունը պիտի անվերջ լինի ուտորիգյալի դեպքում շատ մեծ է դրական է, խնդիր չունենք։ Ենթադրենք qx-ը մեծ է 0-ից, բոլոր n x-երի համար, որտեղ p-ն է դրական։ Այդ դեպքն է հետաքրքիր։ Այստեղ ինչ ենք անում մի պարզ, ուրեմն գործողություն, որպեսզի երկական լոգարիթմից անցնենք բնական լոգարիթմի, որպեսզի կիրառենք
բինարար անհավասարությունը, հա։ Log n որպես գործակից դուրս է գալիս գումարից, մենք արդեն ուրեմն x-ի base support-ի համար ունենք x գումարը, ճիշտ է, հետո օգտագործում ենք երկրորդ տարբերակը 1 մինուս, հա, ուրեմն աջ կողմով ուրեմն տարբերակը բինարար անհավասարությունից, ստանում ենք սա, որը կարելի է վերածել այս երկու գումարի P-ի և Q-ի գումարների ըստ ուրեմն P-ի support-ի, հա, x-ը վազում է P-ի support-ով, որը ակնհայտաբար մեծ կամ հավասար է 0-ից, որտեղ ինչի ըստ P-ի support-ի գումարի Q-ը կամ փոքր պետք է լինի 1-ից կամ պետք է հավասար լինի 1-ից, իսկ սա է հավասար է բոլոր P-երի գումարին ըստ դրական P-երի, մեծ գաղտնիք չկար այս ապացույցի մեջ, եթե ունենք ուրեմն լինիար անհավասարություն, լավ տրանսֆորմացիա։ Ու դա շատ կարևոր է փաստալ, որովհետև հետևանքներ կան։ Մինչև հետևանքները քննարկել է, չգիտեմ, երես վանում եք նաև Յենսենի անհավասարություն, սա է լինիար նշանակությունը այս շրջանակներում, որը ասում է, որ եթե f-ը ուռուցիկ ֆունկցիա է և x-ը պատահական մեծություն, ուրեմն f-ի նկատմամբ սպասելի մեծ կամ հավասար է f-ը կիրառած x-ի սպասելի վրա։ Սա ուղղակի երկուական դեպքում ինչ է նշանակում, ուռուցիկության սահմանումը։ Սա ուռուցիկության սահմանումն է, ձեզ հայտնի չէ, երկու կետի գծային կոմբինացիան փոքր կամ հավասար է ֆունկցիաների նկատմամբ գծային կոմբինացիայից, սա Յենսենի երկուական դեպքը հետևում այս ուռուցիկության սահմանումից։ Երկուական դեպքը մեկ մինուս պեն է, երկուական պաշտում է, այն մինուս մաշին։ Դեպքը մեկ պե կալում է, մեկ պե և մեկ մինուս պե։ Նամասեն որևէ դասընթացում խոսք գնացել է ձեզ մոտ, անվանական տնտեսություն, վիճակագրություն։ Բայց կարճ անդրադառնանք նաև ապացույցին, քանի որ երկուական դեպքը ակնհայտությունից է հետևում, ինդուկցիայով կարելի է ապացուցել պարզ մի մանիպուլյացիա անելով, այս շտրիքով նշանակում ենք այս հարաբերությունը բոլոր իերի համար մեկից կամ մինուս մեկ։ Այս գումարը վերածվում է համապատասխանաբար կամ մինուս մեկ էլեմենտների այս գումարին, չէ՞ որ բազմապատկի շտրիքների հետ սրանք հայտարարել կրճատվել են, ստանալու եք ուղղակի գումարը ըստ P-ի f(x)-ի ինքնասարմեկություն։ Բայց դա անում ենք դրա համար, որպեսզի օգտագործենք երկուական ինդուկցիայի հիպոթեզը և ուռուցիկության հատկությունը, որպեսզի երկու այս անհավասարությունների անցումը ստանանք հետևյալ գումարի նկատմամբ ֆունկցիան, ծախ ու աչերը նշանակում է, որ ընդհանուր դեպքում ըստ ինդուկցիայի ունենք ապացույց, թե ինչ է ասում Յենսենի անհավասարությունը։ Սա մեծ երկրորդական նշանակություն ունի մեզ համար, որ հիշեցնենք, որ դա շատ բարդ մաթեմատիկական հաստ չի։ Հիմա, եթե դա ունենք, կապը դրանից էլ է բխում, որ ուղղակի կարամիտությունը դրական է։ Բխում է, սա պարզ երևում է համինուս նշան է դրել, որպեսզի ունենանք սա, Px log Qx Px, սա փոքր կամ հավասար է լոգարithmից դուրս, ինչի? Յենսենի, չէ՞։ Երկրորդը ըստ Յենսենի, առաջինը ըստ ուռուցիկության։ Պարզ աշխարհ կհարցում, ստանում ենք log 1, որ 0 է, այսինքն այս նշանակում է, որ դիվագենցիան դառնում դրական։ Համաձայնեք, չէ՞։ Ուրեմն, հիմա դա լավ է, թե վատ։ Լավ է, կարող է պարամիտրությունը ուզում ենք, որ դրական կոնզերվատիվ։ Բայց շատ կարևոր հետևանքը այն չի, որ քանի որ տեսել էին, որ փոխադարձ ինֆորմացիան դա դիվագենցիա է, հետևաբար ստացվում է, որ փոխադարձ ինֆորմացիայի դրականությունը
ինֆորմացիան կատարել դրական կամ զրո է։ Էլի ծամոնից չէ հետևում, չէ։ Գումարից հետևում, որ դրական դիմի կամ զրո։ Ապացույցը ողքի ակնհայտ է, որ երկու բաշխումների տարբերության մասին է խոսքը փոխադարձ ինֆորմացիայի բարելավումը։ Եթե անկախությունը տեղի ունի, ուրեմն զրո է դառնում, ուրիշ որևէ դեպքում զրո չի կարող դառնալ։ Սա բավականին ունիվերսալ է անկախության չափ, փոխադարձ ինֆորմացիան։ Այդ հիշեք վիճակագրությունից, որ անկախությունը ինչ շահում, ինչ փոխտանություն, ինչ գործակից, ու արդյոք դա ունիվերսալ է։ Գծային այն շատ կարևոր է, չէ՞, սա գծային չի։ Այն շատ դեպքերում չափում եք, ասենք Պիրսոնի գործակիցը, չեք հիշում, որ դա գծային անկախության տեստ է, չափ է, եւ եզրակացություն եք անում ընդհանուր դեպքում անկախության վերաբերյալ։ Փոխադարձ ինֆորմացիայի դեպքում ունիվերսալ է, ասում գծային, ոչ գծային, երկու փոխականի միջև կապ է, փոխադարձ ինֆորմացիա զրո է, որ անկախություն է, այդ համեմատությունը հիշեք։ Հիմա եկենք նայենք ինչ է ստացվում։ Ուրեմն ինֆորմացիոն անհավասարությունը ապացուցեցինք, դա ինչն էր։ Պարամետրությունը դրական։ Կապը տեսանք դրա եւ փոխադարձ ինֆորմացիայի միջեւ։ Ուրեմն փոխադարձ ինֆորմացիան դա դրական կամ զրո։ Հիշում եք, որ սա պիտի ապացուցեինք։ Ու խոսվածել էինք։ Սա ինչի մասին է։ Պայմանական անորոշությունը միշտ փոքր կամ հավասար է ոչ պայմանականից, այսինքն կողքից ինֆորմացիա ունենալը միշտ կրճատում անորոշություն։ Բայց չենք ապացուցել, էլի հետաձգել էինք։ Հետաձգել էինք, որ պատրաստվենք, ու հեշտ անենք դա։ Հիմա ինչ ստացվեց։ Ծաղմաձ էինք, չէ՞ որ այս երկուսի տարբերությունը չեն հորի կամ շուտայական օրինաչափության։ Սա փոքր կանց է, ուրեմն հաշի գրեկից, քանի որ սա դրական է, կամ զրո է, շատ պարզ ապացույց, եթե ունենք արդեն տարամիջության դրականությունն ու շղթայական օրինաչափությունը։ Շատ կարևոր փաստ է, այսինքն կողքից ինֆորմացիան, side information, կորելացված փոփոխականից գիտելիք ունենալը անորոշությունը պակասացնում է։ Հիշում եք, չէ՞ որ ինչ շփոթենք x-ից x-ի համար կարող է լինի նման բան։ Միջինում, միջինում այս էֆեկտը ունենք, որը հիմնարար նշանակություն ունի այս տեսության շրջանակում։ Ու էլի ինտուիտիվ է, չէ՞։ Ինֆորմացիան կամ օգնում է կրճատել ուրեմն անորոշությունը կամ ոչ մի բան չի փոխում տեսակետի մեջ կամ գնահատականի մեջ, եթե անկախ ինֆորմացիա է ձեզ մոտակարարվում։ Շատ լավ, օրինակ իրենք կարող եք տեսնել ոնց է խաղում այս ինֆորմացիայի չափերը։ Համատեղ բաշխում ունեն x-ի, y-ի, սրանք համատեղի արժեքների են։ Եթե x-ի էնտրոպիան չափենք, 0.544 միտր։ Այստեղից դուրս ենք բերում համապատասխան բաշխումը, չափում ենք x-ի էնտրոպիան։ Երբ որ y-ը ֆիքսում ենք 1, x-ի էնտրոպիան ասում ենք 0 է։ Կարելի է այստեղից գուշակել, որ դա այդպես պիտի լինի։ Y-ը ֆիքսում ենք 1։ Համատեղ y-ը 1 արժեքի հետ 0 հավանականություն տա հանդես գալի, 2-ի հետ հանդես գալի։ Աստորեն դա այստեղ 0 անորոշություն է լինում։ Երբ որ y-ը 2-ն ենք ֆիքսում, տեսնում եք, որ x-ի անորոշությունը 1 բիտ, այսինքն մաքսիմում է, էլի, որովհետև 2-ով ֆիքսում ենք 1 հավանականությամբ ինքը ընկերներ ունի, անորոշությունը մեծացավ։ Եթե չափենք այս պայմանական հավանականությունը, սա տեսեք էլի արտահայտված է, կարող եք ուշադիր տանը լինել, թե ոնց է հաշվար կարված, ստացվում 0.25 բիտ։ Հիմա ոնց որ փազլը հավաքվում է, էլի, ինչ է ստացվում, եթե նայեք բոլոր այս տվերի։ Ուրեմն անորոշությունը x-ի աճել է, եթե y-ը 2 է դիտվել, y-ը 2 բարելավ, x-ի անորոշությունը աճում է։ Նվազում է, եթե y-ը 1 է դիտում։ Իսկ համատեղ հավանականությամբ բնույթ գնալու, բնույթ։ Բայց մենք արդեն տեսել ենք ըստ դրա, որ անորոշությունը ամեն դեպքում միջինում իջնում է։ Մենք ասա տեղունի, որպես ֆունդամենտալ են, իսկ մնացած, ասենք, էլեմենտների պարագայում տեսնում ենք վերում վար շարժում, կախված թե այս պատկերում ինչ տվել է դերված։
փոխադարձ ինֆորմացիան Z պայմանի չափենք, բնականաբար է ինքը դրական կամ 0 թիվ է։ Եվ 0 կլինի որ պարագայում ձեր կարծիքով։ Կլինի է այն ինչ որ գտված է, եթե x ու y-ը պայմանականորեն անկախ լինեն z-ից։ Այսինքն այստեղ ինչ դիգրամ։ Px պայմանով z, py պայմանով։ Իսկ դա կարելի է ապացուցել, հա։ Զուտ պայմանից փոխում է, որ եթե սա վերլուծենք ըստ բանաձևի, որոշակի դատողություններ անենք, ուրեմն ստանալու ենք այդ if, հա, if-ը տոնդի if-ի բանը, հա։ Միայն այն դեպքում, երբ այս պայմանական ուրեմն անկախության պայմանը տեղի ունի։ Okay. Բայց կողմը դա մի հատ գրենք, որ ձեր մոտ անորոշություն չմնա։ Ուսի հետո օգտագործենք մի ուրիշ փաստ վերլուծելիս։ Ուզում ենք, որ x y-ը պայմանով 0 լինել է։ Զրո պայման տեղի, այն դեպքում, եթե x ու y-ը պայմանականորեն անկախ են z-ի բարակայում, հա։ Հիմա ուղղակի վերլուծենք, տեսեք ինչի հետ համաձայն եք, ինչի հետ չէ։ Սա արդ գրեմ x ու y-ը համաձայն եք էստեղ, ինքնացից ասել եք։ Այսինքն շուտ իրեն այստեղ ըստ x-y-ի փոխեմ, այստեղ ինչ գիրեմ, մի հատ են հարակ կործություն անեմ, գրեմ ըստ z-ի, այստեղ ինչ գրեմ, կարող եք ասել, x, y, z-ը, ինչի նկատմամբ, հիմա, եթե սա 0 լինի, մի կողմնայինք, վերացմա 0-ի չէ, եթե հակառակը սա 0 լինի, ինչ անշանում է։ Ես հետո բազմապատկած դրական թվերի գումարը երբ լինի 0, եթե արդեն սրանք 0 լինել, սա 0 լինելը նշանակում է այս պայմանական անկախությունը, չէ, իսկն այս պայմանական բաշխումը հավասար է սրա, որը պայմանական անկախություն։ Մի կողմն է, որ ասում ենք, եթե պայմանական անկախությունը տեղի ունի, այսինքն սա հավասար է սրա։ Ուրեմն դիվերգենցիան 0 է, այդտեղ այս գումարը 0 է։ Հիմա հակառակը, եթե այս գումարն է 0, այսինքն փոխադարձ ինֆորմացիան 0 է, ինչ է հետևում դրանից։ Այս այդ որ բազմապատկված դրական թվերը 0-ի։ Երբ կարող է լինել, որ այս գումարը լինի, սա դրական թվերը։ Սա դրական թվերը։ Եթե բոլոր սրանք սրանք են։ Եթե շատ ամբողջ բաշխումը, չէ բոլոր x, y, z-երի համար ունենք սա։ Սա պայմանական անկախությունն է։ Z-ի պայմանում համատեղ x, y-ի համատեղ բաշխումը վերածվում է x-ի և y-ի պայմանական z-ի պայմանի համականությունը արտադրյալ է։ Հիմա մյուս հետաձգված հատկությունը դիապացուցենք, հիշում եք, որ ասում ենք էնտրոպիան մի փոքր կամ հավասար լինի log m-ի։ Միջայլոց այդ լոգրիմը, հա, դա համարժեք է ըստ այբուբենի կալիգրաֆիկ x-ի, տեսեք ուղիղ x-ի ռումենց որպես փոփոխականի, չէ, ներկայացում։ Սրա այբուբենը կալիգրաֆիկ x-ն է։ Նրա կարդինալիթին, հա,
երբեմն ուղղակի M-եք գրում, այսինքն M էլեմենտ կա մեջ, իսկ նայում B-ն էլեմենտ կանցում։ Ոնց որ դառը սլայդը կարող արվել է, բայց նույն բանի մասին ենք խոսում։ Բայց հիշում եք, որ սա դրա մասին խոսքը գնացել նախորդ անգամ, այսինքն մի պրոգրամ, որոնց ուսանելը չէ, ուսանք էլ չէ համաշեղին դատել եք, հաշիքսել եմ թե հաշպեր, դուրմացան մեջ չեք եք չէ, փոքր կանցել դոլարի N կամ ադիվելի չապ։ Հիմա, ինչի սա տերն ունի։ Բինար դեպքում հիշում եք, որ դա նորմալ էր, հա, ոնց էր, պես մեկ երկրորդն էր, չէ, մաքսիմումի հասում, բայց ով ասեց, որ միշտ դա այդպես պիտի լիներ։ Հիմա այստեղ պարզ ապացույց կա, քանի որ գիտենք ինչ է Google Label-ի կարողությունը, մի պարզ հնար կարող է գործադրել։ Նախ UX-ով նշանակենք հավասարաչափ բաշխումը։ Այսինքն ըստ էության մենք այստեղի չենք ասում, ասում ենք էնտրոպիայի մաքսիմումը դա հասնում է հավասարաչափ բաշխման դեպքում, չէ՞։ Հիմա եթե հավասարաչափ բաշխումը UX-ով նշանակենք, այսինքն բոլոր X-երի համար մենք բարձրացնենք n-ի հավանականությունը։ Ու չափենք որևէ բաշխման եւ այդ հավասարաչափ բաշխման նույն այլուբենի վերաբերված է, նույն այլուբենի։ Պարամետրությունը, սրա հետ համաձայն եք, չէ՞։ Սահմանումը դրել։ UX-ից UX-ը փոխարինել եմ M3-ով, M1-ը կանգնեց այստեղ, գումարը բացվեց, MPX եւ դնում ենք էնտրոպիկ այս արտահայտությունը։ Այստեղից քանի որ PX-երի գումարը, չէ՞, M-ը դուրս եկավ PX ինչ է ստացվում, գումար PX-ի։ Բանալը դեպս դինա։ Այստեղ PX-երի գումարը մեկ է։ Լոգին պետք է չէ։ Ինչպես։ Լոգին չէ պետք է դերեն։ Login push there. Login կներեք, ստեղ ճիշտ ենք։ Login մինուս, մինուսը չկա չէ, ստեղ, այն պրոգրամ, այսկը մինուս հաշիցվի դենենք, կներեք այստեղ լոգեմա, մինուս սլայդը մինուսնոս ճիշտ ատելվա։ Հա, այստեղ լավ ճիշտ ատելվա։ Ինչ ստացվեց, պարամետրությունը դրական կամ 0 է, իսկ աչում ստացանք login մինուս էնտրոպիա։ Հետևաբար, էնտրոպիան փոքր կանցել login-ից։ Շատ կարևոր հաստ, որ սահմանակապված է տեստրով էնտրոպիան եւ հավասարաչափի դեպքում, որ հասցրա ակնհայտաբար, եթե pen լինի UX, հավասար է login-ի։ Հիմա հաջորդիվ խոսենք log sum կամ log գումար անհավասարության մասին, դրանից էլ է հետևում այս ինֆորմացիայի չափերի մասին հիմնարար հատկանիշները։ Հա, որոցիկության հատկությունների մասին կարճ խոսենք, հետո կանցնենք Մարկովի շղթաների, հա, կտեսնենք դրանք ինչ են, որոցիկի կարևոր փաստի մասին էլ խոսենք, որ կոչվում է data processing unit, տվյալների շարքում անհավասարություն, սա ֆունդամենտալ փաստ է։ Հա, հիմա շարժում ենք առաջ։ Չգիտեմ, առնչվել եք այս անհավասարությանը, A1-2 A-ն և B1-2 B-ն, հա, ոչ բացասական թվերի համար, սենց մի հետաքրքիր անհավասարություն գոյություն ունի, հա, այստեղ A-ի B-ի հարաբերությունն լոգարի հետակ բազմապատված A-ով, գումանած բոլոր ինդեքսներով, աչ կողմում ուղղակի A-երի գումարն է լոգարի հետակ A-երի և B-երի գումարների հարաբերությունը։ Հիմա այդ կարող եք վերադառնալ Յենսենի անհավասարությունը օգտագործելու սա ապացույցը, բայց երկրորդական նշանակություն ունի, կարող եք այստեղ պարզ ստուդիա ապացույցը Յենսենի անհավասարությունը սա փոխում։ Բայց եթե սա իմանանք, Յենսեն որ օգտագործում ենք, այդ դեպքում միանգամից չի գալիս, որ էնտրոպիան կոնվեքսություն ունի, հա, բոլոր հարակից հարցերը դրա համար, նաև այն շղթան որ մեջտեղ են ունում, այսինքն սլայդերում արտահայտվի այդ միտքը, ավելի պարզելի։ Ուրեմն կարող ենք միանգամից այդ անհավասարությունը չգիտեմ, եթե մեկներից լիներ նախորդ, ուղղակի օգտագործենք, որպեսզի կապացնենք ինֆորմացիոն անհավասարություն, այսինքն գումարների տարբերության դրականությունը։ Տեսեք, միանգամից P-երը այս գումարի մեջ հայտնում այստեղ, հայտնում 1, log 1, ու հավասարությունը տեղի ունենում այն դեպքում, եթե այս հարաբերությունը կոնստանտ է, իսկ քանի որ մեր դեպքում այս P-երի և Q-երի գումարները 1 են տալիս, այդ C-ն հավասար է 1-ի, հա։
շատ բազապացույց կարելի է ստանալ։ Հիմա ուղղությունության հատկությունների մասին։ Պարզվում է, որ ուրեմն պարամիտրությունը, կուլբատլեյտերի ուղղությունիկա PQ, ըստ PQ զույգի, ինչ նշանակում, որ եթե ունենամ երկու զույգ բաշխումներ, երկու զույգ, ապա տեղ ունի այս անհատությունը, դրանց ծայր կոմբինացիան մի բաշխում եմ բանում երկուսինը երկրորդ, դրանց պարամիտրությունը որ չափ, այս պետմավեկտիվի սպետագործակցները հայտնում են պարամիտրությունների ալջևը որպես գործակից և ապահովում են ուղղությունը։ Սա էլի լոգսան անհասացություն օգտագործելով կարելի է ապացուցել, այս դրա վրա չի ընդունում քեշտ։ Դրանից կարելի է ստանալ նաև, որ էնտրոպիան ուղղությունիկա ըստ P-ի, կարող ենք օգտագործել այն ինչ որ նոր քննարկեցինք, որ էնտրոպիան լոգիայում կներեկել է լոգսը անհետացել մինուս դիվերգենցիա, որի գոքավորությունը հետևում է D-ի, այսինքն պարամիտրության ուղղությունից, մինուս նշանակը։ Հետո կարելի է ապացուցել նաև, որ XY զույգերի համար, որոնք բաշխված են ըստ XY-ի, փոխադարձ ինֆորմացիան ուղղությունիկա ըստ P-ի, ֆիքսված պայմանական հավանականությամբ պարագայում և ուղղությունիկա, այստեղ գոքավոր դիասի ուղղությունիկացիվ, և ուղղությունիկա ըստ պայմանական հավանականությամբ ֆիքսված P-ի համար։ Ես հիմա չխորանանք սրանց մեջ, ես բաղց երջակներում չդնելու համար, բայց համենը նշենք, որ ուղղությունիքությունները շատ կարևոր դեր կան, հաստեղ ապացուցել այս տեսության շրջանակներում, դրա համար սրանց մասին հիշատակում ենք։ Ուղղակի որոշ մաթեմատիկական փաստեր, թե ինչպես կարելի է լավագույն ստորյաները սերտնել կամ լավագույն սահորդել ինֆորմացիան ապուխով կապուղով, առանց այս հատկանիշների չես կարող ապացուցել, այսինքն ուղղությունիքությունը դեր է խաղում այս տեսության մեջ։ Դուք իմացեք դրա մասին։ Հիմա դա հիմնական անհավասարության է, որ այսքան հնչեղ անուն ունի, դրի պրոսեսը տվյալների նշանակման անհավասարություն։ Գեղեցիկ մեքանizmներ կարող ենք անել, տեսնում եք այստեղ, որ ոչ մի խելացի մանիպուլյացիա այն տվյալների, որ դիտում է, չի կարող ինֆորմացիոն արժեքը բարձրացնել, այսինքն այն դիտումները ինչ ինֆորմացիա պարունակում են, դա մաքսիմում դա կարելի է ստանալ։ Դրա վրա մանիպուլյացիա, այսինքն բնավ դեպքում կնենք իր որոշակի ֆունկցիայի կիրառում և այլն, չի կարող աչքերը ապահովել այն ինֆորմացիայից, որ մենք ուզում ենք քաղել տվյալներից։ Հիմա հետևի շատ վերաբարձրել չի մեծ շատ կոնկրետ թեորեմի տեսքով գնային դες նշանակում։ Դրա համար մի հատ հիշենք, թե ինչ է Մարկովի շղթան, ծանոթ է Մարկովի շղթան։ Այս տեսքով եք, ծանոթացել սահմանմանը։ Ուրեմն X, Y, Z փոփոխականներ կամ պատահական մեծությունները Մարկովի շղթա են կազմում նշված հաջորդականությամբ։ Եթե Z-ի պայմանական բաշխումը կախված է միայն Y-ից, նախորդից, և պայմանականներ անկախ X-ից։ Ֆորման դա ինչ է նշանակում, որ ես 3-ի համատեղ բաշխումը որ գրեմ, պիտի գրեմ երկուսինը անգամ երրորդինը մյուս երկուսի պայմանում, բայց պարզվում է մակողություն նշանակում է, որ մի փոփոխականը կարող է ջնջել, այսինքն այստեղ պետք է թողել Y-ը, X-ը հանել։ Սա է նշանակում։ Շատ լավ։ Հիմա ինչ է դա նշանակում, ինչ հետևանքներ դա ունի։ Առաջինը, մակողությունից բխում է հետևյալը, որ X, Z-ի համատեղ բաշխումը Y-ը պայմանում հավասար է X-ի հավանականությունը Y պայմանում անգամ Z-ի հավանականությունը Y պայմանում։ Այսինքն ծայրակետը վերցնում ենք X-ն ու Z-ը, եթե Y-ը պայմանում է, դա վերածվում է PXY-ի, PZY-ի։ Մեջտեղի պայմանում է, դառնում է ուրեմն պայմանական անկախություն։ Okay։ Սուստը ոչ մի գաղտնիք չկա, չէ՞, սա բացել է, այս Y-ը կրճատվել է, մանկողությունից հետևել է սա։
Հիմա կարող է նշանակություն ունենա փոփոխականների շարվածքը ասենք հատկանության մեջ x, y, z, x, y, հա, դա sense հարաբերություն նշան պատտակ նույն ակոշտան ունենալու։ Ճիշտ է, դա զուտ տեղն են փոխել փոփոխականների նույն հատկանիշները ապացուցում, հա, x, y, z-ը նույն ակոշտան է, ինչ որ z, y, x-ը ոչ թե մի շփման է։ Եթե x, y, z-ը ակոշտ է, ապա z, y, x-ը ակոշտ է։ Իսկ համաձայն չէ, որ եթե z-ը f-y լինի, այսինքն դետերմինիստիկ ֆունկցիան կիրառում y-ի վրա, x, y, z-ը լինի ակոշտ է, որտեղ բան չեմ արել, վերցնեմ y-ի արժեքը, ուղղակի արտապատկերել եմ մի ուրիշ, հա, արժեքի f-y, հետևաբար էլի մակրությունը մնա, հա, դետերմինիստիկ ֆունկցիայի կիրառման պարագայում։ Այդպես պարզ պետք չի արտահայտել, z-ը կախված է y-ից, ես կարծում եմ x-ից էլ է կախված, չէ՞։ Այստեղ ասեմ, ինչ նշանակում մակրություն, մենք սահմանում տվել ենք, որ ասում ենք z-ը կախված է y-ից, հարցում որ z-ը x-ից կախված չի։ Բայց լավ կախված է, x-ը դառնում է y, y-ը դառնում է z, եղո։ Երկու կարևոր հետ գնամ, z-ը x-ից կախված է, չէ՞։ Այստեղ պայմանականության բանն է կարևորը։ Y-ը իմանալու պայմանով x-ը ու z-ը դառնում են անկախ, հա։ Այդ ոնց որ ճիշտ է պետք է արտահայտել, թե մակրություն ինչ է ինչ է նշանակում, սա է նշանակում։ Հիմա փոխադարձ ինֆորմացիայի լեզվով դինայինք, թե ինչ է, սրանից ինչ է բախում, հա, այս ինչ ինֆորմացիայի հոսք կա այս երեքի միջև։ Այդ հնչեղ անհավասարությունը, որին ասում ենք տվյալների մշակման անհավասարություն, հետևյալն ասում, եթե x, y, z-ը Մարկովի շղթա է կազմում, ապա հարևանների միջև փոխադարձ ինֆորմացիա մեծ կամ հավասար է ծայրերի միջև փոխադարձ ինֆորմացիա։ Իսկ եթե հարևան է, դրանց ավելի ուժեղ է, կամ ծայրակետերի։ Ձեր հարցի նաև ինչ-որ իմաստով արձագանք։ Այստեղ չի ասում x ու z-ը 0 է, 0 ինֆորմացիա է տալիս։ Ամենը ասում է հարևան ավելի ուժեղ ինֆորմացիա է բերում հարևանի հետ, կամ հեռու հարևանի հետ, հա? Կամ միջնորդավորված ինֆորմացիա, որը ստանում է y-ով, հա? Իսկ կարո՞ղ ասենք, որ եթե շղթան լիներ ավելի երկար, այդ դեպքում այդ տարբերությունը լիներ ավելի մեծ։ Իրար հարևան լիներ շատ ավելի մեծ։ Գնալ մալում գնալով մալում էլ ինչ կա։ Այստեղ հա դուք ոնց որ տեսեք չեք ասում տվյալների մշակման նաև, որ դիտումները կարող է, հա, դու գիտես, որ այս y-ը թաքնված են z-ի հետևում, z-ն ես դիտարկում, բայց միշտ պետք է իմանաս, որ z-ի ու y-ի կապը ավելի ուժեղ է, կամ այն որ չես դիտում, հա, նրա նկատմամբ z-ի ու x-ի։ Մի խոսքով հետաքրքիր բան է ստացվում, որ պաուզը սահմանում է, որ պայմանական անկախության մասին է, վերացնում է փոխադարձ ինֆորմացիայի ուրեմն նկատմամբ հետևյալ հատկանիշի, որին անվանում են տվյալների մշակման անհավասարություն։ Ինչի է դա տեղի ունենում։ Ուրեմն պարզ վերլուծություն կարող ենք անել x-ը տեսեք, այստեղ x-ի ու z ունենք։ Բայց մենք հանկարծ դիտավորվիսի ապացուցենք սա, դիտարկում ենք հետևյալ փոխադարձ ինֆորմացիան x-ը y-z զույգի նկատմամբ, x-ը y-z-ի նկատմամբ ինչ ինֆորմացիա է տալիս։ Սա համաձայն է շղթայական օրենքով որ բացվում է որպես x-ը z-ի, փոխադարձ ինֆորմացիա գումարած x-ը y-ի z-ի պայմանով։ Համաձայն եք, չէ՞։ Մյուս կողմից կարող եք ասել x-ը y-ի գումարած x-ը z-ի y-ի պայմանով։ Նոր փոխադարձ ինֆորմացիան է, չի փոխվում։ Երկու տարբեր վերլուծություն ենք անում շղթայական օրինաչափությամբ։ Սրանք իրար հավասար են, չէ՞։ Բայց ես այստեղ գրեցի, սա հավասար է փոխադարձ ինֆորմացիա x-ի y-ի, ինչի։ Y-ի պայմանը ուրեմն նշանակում x z-ը y-ի պայմանով 0 է։ Այստեղ նշել եմ ու գրել եմ բայ Մարկովիթի։ Ինչի։ Կարող եք թե գրադարտակին ունենք։ Որովհետև մարկովությունը պայմանական հավանականությունների, պայմանական անկախություններ չէ, սահմանման։ Արդեն գրադարտակի արտահայտությունը
դա է ասում, որ եթե մակրովի շղթա ունենք պայմանական անկախություն, հետևաբար x, z, y-ը պիտի հավասար լինի 0-ի, չէ՞։ Այս այն եւ միայնի մի կողմն է, չէ՞։ Այսինքն եթե պայմանական անկախություն կա, սա սրա, ունենք փոխած ինֆորմացիա 0 է։ Ճիշտ է։ Դրա համար այս մի անդամը ջնջել եմ։ Ստացվեց, որ սա հավասար է S2-ի գումարին, դա է դրել եմ։ Ճիշտ է։ Քանի որ փոխադարձ ինֆորմացիան դրական կամ 0, այստեղ ինչ եմ արել, x-y-ը դրել եմ մեծ է կամ հավասար x-z-ից։ Այս մի անդամը ջնջել եմ ուղղակի, դրական անդամը կամ 0։ Այդ որ ջնջում ստանում սա։ Առանց մակրովության չի կարող անել։ Ես չի կարող զրվացնել, հետևաբար չի կարող ապացուցել։ Ստացանք, ուրեմն տվյալների մշակման անհավասարություն։ Շատ լավ։ Ուրեմն հավասարություն երբ ունենանք։ Նախորդ սլայդ որ գնանք, այ եթե սա լինի 0, x, y-ը z պայմանով, ուրա x, y-ը z պայմանով, այս 0 լինի, այսինքն ես 0-ացրեցի իրան, բայց եթե իսկապես ինքը 0 լինի, ուրեմն հավասարություն ունենանք, այդ որ 0 լինի նշանակում x, z, y մակրովի շղթա կա, չէ, որտեղ x-ը y-ի հետ z պայմանով տալիս է 0 փոխադարձ ինֆորմացիա։ Նույն բանը կարող ենք ապահովել մյուս ծայրակետերի համար, ասենք կամ արևանների փոխադարձ ինֆորմացիա y-z-ը մեզ կհավասար է z, էական չի որ զուտ ենք վերցնում արևանների ծայրակետերի նկատմամբ ավելի սերտ կապ կա արևանների միջև։ Մյուս հետևանքը արդեն նշմարվել է մեր խոսքով, որ եթե ֆունկցիա կիրառել փոփոխականի նկատմամբ, մակրովությունը անալու ուժի մեջ, z-ը եթե j-y լինի, մակրովությունը տեղի ունենալու, հետևաբար սա են կարող եմ ասել, այսինքն x-y-ը ավելի մեծ փոխադարձ ինֆորմացիա է կրում, քան x-ը եւ j-ը, այսինքն y-ի վրա ֆունկցիա կիրառված։ Ինչ անենք, ինչ ուզած չենք արել համստակին տարել։ Դա ինք ասում, որ j-ն f-ը կիրառելով, ֆունկցիա կիրառելով, հնարամիտ ինչ-որ օպերացիաներ անելով, փոխենք փոխադարձ ինֆորմացիա մեծացնել, շնորհիվ դիտումներից ավելի ինֆորմացիա կորզել, չես կարող։ Դրա համար վերաբաց ունի ես անհավասարություն։ Այստեղ տեսնում եք, մեր լրացուցիչ մեխանիզմը y-ի նկատմամբ ֆունկցիա չի կարող մեծացնել ինֆորմացիան x-ի մասին։ Կարծում եմ, որպեսզի մենք կարող ենք ամփոփում ունենալ լրացուցիչ մի օրինակի հետ, ավելի լավ այստեղ ստոպ տանք, հետո չենք հասցնի հաջորդ երկու սլայդի հաշվարկները ամփոփենք ու տեսնենք լրացուցիչ հետաքրքիր պատմություն, այն մասին թե եթե էնտրոպիայի դեպքում կողքից ինֆորմացիա ունենալը նվազեցնում անորոշությունը, բայց ինչ է